երբ որ անդրադառնում են դիմության լիդերներին, ասում է ձեզ կնստեցնեն, դուք լրտեսներ եք, դուք լրտեսական գործակալություն եք ձեր կուսակցությամբ։ Սրանք արդյոք իրավականորեն ճիշտ է եւ կամ ասում է ձեզ կսատկացնեն։ Սա ինչ է նշանակում, բռնության կոչ չի։ Նախ իրավիճակները շատ տարբեր են լինում եւ եթե խոսքը այնպիսի բառերի մասին է, որոնք ենթադրում են հիպոթետիկ բռնության կիրառում, այդ բառերը արտաբերվում են գոնե թե իմ ընկալմամբ այն դեպքում, երբ արդեն բոլոր մնացած բառերը վերջանում են, այսինքն հրահրելու իրավիճակների մասին է խոսքը եւ երբեմն այո մարդկանց համար բոլորի, այդ թվում գուցե նաեւ վարչապետի շատ դժվար է բարեկիրթ լինել, մշտապես լինել բարեկիրթ, այսպես ասեմ։ Բայց ամեն դեպքում մենք միշտ այն կարծիքին ենք, որ պաշտոնատար անձինք ունեն իրենց էթիկայի կանոնները եւ պետք է միշտ փորձեն մնալ ամեն դեպքում էթիկայի կանոնների սահմաններում։ Ամեն դեպքում բոլորս էլ մարդ ենք եւ երբեմն ուղղակի ազնվորեն կասեմ անհնար է դիմակայել այդ անհարգալից վերաբերմունքին եւ չարձագանքել այն կերպ, ինչ կերպ որ քեզ են վերաբերվում։ Ինչ վերաբերում է մյուս արտահայտություններին քաղաք նստեցնելուն, դա վարչապետի ամեն դեպքում եկեք մյուս կողմից նայենք, արդյոք կոնկրետ նստեցնելու, լրտեսական ինչ որ ցանցերի, գործակալ լինելու վերաբերյալ ինֆորմացիաների այսօր նաեւ մեր հանրությունը չի տիրապետում։ Դուք կարող եք վստահ լինել դուք եւ մեր ժողովուրդը, որ վարչապետը պաշտոնի բերումով շատ ավելի մեծ ինֆորմացիա է տիրապետում եւ իր տիրապետած ինֆորմացիան իրեն թույլ է տալիս անել նաեւ այո այդպիսի արտահայտություններ։ Բայց եկեք տեխնացու է եւ արձակուրդում գտնվող վարչապետ է, վարչապետն է մեր պետության եւ չի կարող այնպես լինել, որ մեր պետությունը վարչապետ չունենա։ Վարչապետն է եւ եկեք նաեւ քննարկենք կամ առաջարկեմ հարցադրումներ բարձրացնել առայն թե ինչ խոսույթով են խոսում այլ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ Բռնություն չկա ամեն դեպքում, անբանարկումներ, վիրավորանքներ կան, բայց բռնության շնորհակալ եմ, որ գոնե ընդունեցիք, որովհետև քարոզարշավը անհնար է միմյանց հանդեպ, երբ որ Փաշինյանն ասում է հակադարձություն դիմում է։ Տեսեք, ես տեսել եմ պետական դավաճանության հետ կապված մեղադրանքներ, վտարելու ինչ որ ցանկություններ իշխանության երկրից եւ նմանատիպ մի շարք այլ կոչին նմանվող բառեր, չեմ ասի կոչեր, ամեն դեպքում կարելի է այն մյուս կողմին էլ անդրադառնալ եւ եկեք ասենք բոլորս լինենք օրինակ ավելի հանդուրժող եւ բարեկիրթ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Դե բարեկիրթությունը, եթե ամեն դեպքում վարչապետ ենք ասում Նիկոլ Փաշինյանն նաեւ տեխնացու, գուցե հենց իշխանությունից բարեկիրթությունը։ Գիտեք, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ եւ ամեն ինչ փոխադարձության մեջ է գեղեցիկ, ես դա կասեմ։ Եվ Տիկին Գալյան, մի քանի օր առաջ, երբ որ քարոզարշավ էր Արաբկիրում, մենք տեսանք Փաշինյանի եւ մի կնոջ բժիշկուհու միջև բանավեճը, որը շատ քննարկվեց եւ որպես վարչապետ, որպես տեխնացու, որպես տղամարդ շատ սխալ դատապարտեց Փաշինյանի վարքը, այն ձևը, որ քաշքշում էր այդ կնոջը։ Դուք որպես կին նախարար, ինչպես եք արտադատության նախարար։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Գիտեք ինչի նկատի ունեմ, որ անդադար չես կարող անհարգալից վերաբերմունքին դիմակայել բարեկրթությամբ, բայց անդադար չես կարող։ Ընդդիմախոսությունը դա վիրավորանք չէ։ Ես ընդունում եմ, կարող են լինել ընդդիմախոսներ, բայց դուք տեսնում եք անընդհատ ինչ-որ լարումներ իրավիճակների, որոնք ենթադրաբար արհեստական են եւ ենթադրաբար այնպիսի մարդկանց կողմից են, որոնք լավ եկեք չասեմ ընդդիմադիր դաշտից են ուղարկված, ուղղակի չեն հարում այս քաղաքական ուժի, մեր քաղաքական ուժի հայացքներին։ Ու այդ միջավայրում անդադար պահպանել հանգստությունը մարդկային տեսանկյունից շատ դժվար է։ Եվ ես սա ասելով չեմ ուզում որևէ երևույթ կամ որևէ իրավիճակ ինչ որ արդարացնել, այլ լույսի ներքո ներկայացնել, ոչ։ Լինում են իրավիճակներ, երբ մարդկանց նյարդերը տեղ են տալիս, այո, լինում են նման իրավիճակներ։ Լինում են իրավիճակներ, երբ մարդը
անարդարացի կերպով լսում է այն, օրինակ իր պատկերացմամբ, ես ինձ վրա կարող եմ բերել օրինակը, ինչը չի ցանկանա լսել, որովհետև ինքը արդարացի չի համարում։ Եվ ցանկանում է պարզաբանել, այո, երբեմն դա կարող է լինել հախուռն, երբեմն կարող է լինել ինչ-որ էմոցիոնալ, այո, երբեմն գուցե եւ չափից ավել էմոցիոնալ։ Պարզապես տպավորություն է, որ այն մարդիկ, ովքեր ընդդիմախոս են ձեզ, բարձրացնում են խնդիրները, համաձայն չեն ձեր քաղաքականության հետ, դուք այդ մարդկանց պիտակավորում եք որպես նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, չգիտեմ, անվանարկում եք նրանց, դա նորմալ է։ Ես ձեզ հետ համամիտ չեմ։ Եթե խոսքը առողջ քննադատության մասին է, ապա առողջ քննադատությունը միշտ էլ ընդունելի է, ավելին ողջունելի է։ Ես շատ կուզեի, որ մեր քաղաքական դաշտը լիներ այնպիսին, որ իրոք թիրախավորեր մեր թերացումները մեր կատարած աշխատանքում եւ ոչ թե լիներ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք։ Եվ ձեր կողմից նշվածը հիմնականում գալիս է հենց այն ընդդիմադիր դաշտի կողմից, որոնք այո, իրենց անցյալով, այսպես ասեմ, չեն փայլում։